2026 թվականի համաշխարհային տագնապը, Վանգայի մարգարեությունը և Հայաստանի ռազմավարական դերը։ Բրիտանական հեղինակավոր The Mirror պարբերականը կրկին ուշադրության կենտրոնում է պահում բուլղարացի հայտնի գուշակ Վանգայի թողած ժառանգությունը, փորձելով վերծանել նրա մարգարեությունները մերօրյա իրադարձությունների համատեքստում։ Ըստ պարբերականի, աշխարհը մոտենում է մի վտանգավոր սահմանագծի, որը կարող է վերածվել գլոբալ աղետի արդեն 2026 թվականին։ Մեծ պատերազմի կայծը, Սիրիան և Արևելքը։ Վանգայի կողմից արված կանխատեսումների համաձայն, երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի հանկարծակի, այն կլինի երկարատև լարվածության և տեղային բախումների հետևանք։ Որպես հիմնական ազդանշան, գուշակը նշել է Սիրիայի պետականության հնարավոր փլուզումը։ Երբ Սիրիան ընկնի, սպասեք մեծ պատերազմի Արևելքի և Արևմուտքի միջև, այն կսկսվի գարնանը, և աշխարհն այլևս երբեք առաջվանը չի լինի։ Այս տողերը մեջբերում է The Mirror-ը, զուգահեռներ տանելով ներկայիս Իրան-Իսրայել հակամարտության հետ։ Ըստ վերլուծաբանների, հենց Մերձավոր Արևելքի այս երկու հզոր պետությունների միջև առճակատումն է դիտարկվում որպես այն հիմնական գործոնը, որը կարող է ներքաշել գերտերություններին մի մասշտաբային պատերազմի մեջ։ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական կիզակետ։ Այս համաշխարհային վերադասավորումների մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանի Հանրապետությունը, լինելով քրիստոնեական հնագույն օջախ և գտնվելով անմիջապես հակամարտող կողմերի հարևանությամբ, Հայաստանը հայտնվում է բարդ ընտրության առջև։ Ռազմավարական դիրքը։ Հայաստանը հանդիսանում է այն կարևոր հանգույցը, որը կապում է հյուսիսը հարավի և արևելքը արևմուտքի հետ։ Ցանկացած լայնածավալ հակամարտություն Իրանի շուրջ անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Դիվանագիտական առաքելությունը։ Շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հնարավոր կլինի իրականացնել բանակցություններ, կանխելու համար ավելի մեծ արյունահեղությունը տարածաշրջանում։ Պատմական զուգահեռներ։ Վանգան իր զրույցներում հաճախ է ակնարկել հինավուրց երկրների մասին, որոնք պետք է դիմակայեն փորձություններին, պահպանելու համար իրենց հոգևոր արժեքները։ Հայաստանը լինելով նման երկիր, այսօր կանգնած է իր ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման հրամայականի առջև։ Հավատալ, թե վերապահումով մոտենալ։ The Mirror-ը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Վանգայի ոչ բոլոր կանխատեսումներն են իրականություն դարձել։ Օրինակ, նա նախանշել էր համաշխարհային պատերազմի սկիզբ 2010-2014 թվականների միջակայքում, ինչը բարեբախտաբար տեղի չունեցավ։ Սակայն 2026 թվականի համար նշված ժամկետները համընկնում են ներկայիս տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական աննախադեպ ճգնաժամերի հետ։ Հոդվածում նաև նշվում է, որ մարդկությունը կարող է բախվել այնպիսի նոր երևույթների, ինչպիսիք են տելեպաթիան կամ կապը այլ մոլորակային քաղաքակրթությունների հետ, ինչը կարող է փոխել պատերազմի և խաղաղության մասին մեր պատկերացումները։ Եզրակացություն։ Անկախ նրանից հավատում ենք մարգարեություններին, թե ոչ, ակնհայտ է, որ 2026 թվականը լինելու է բախտորոշ տարի։ Հայաստանի համար սա զգոնության և ներքին միասնության ժամանակաշրջան է, քանի որ տարածաշրջանային ցնցումները պահանջելու են արագ և հավասարակշռված որոշումներ։